երկար ժամանակ մտածում եմ, բա լավ, ինչպես անվանեմ այս ուղերձը։ Միտեղ գրել եմ հաղթանակը, հասունությունը դա քո հաղթանակն է, մյուսն էլ հասունությունը քո որոշումն է, կամ հասունանալը քո որոշումն է։ Որը կուզես, բայց խոսալու եմ հասունության մասին։ Ամեն։ Ես մտածում եմ բոլորս հասկանում ենք, ինչքան կարևոր է հասունություն։ Հոգևոր հասունության մասին եմ խոսելու թանկագիններ։ Այո, ուզում եմ շեշտադրեմ, որ դա իմ եւ քո որոշումն է։ Հասունանալ թե չհասունանալ, բայց հիմա սենց ասեմ էլի, դե մենք հասունացել ենք, հասունանում ենք ֆիզիկապես, գիտակցում ենք, որ պետք է մեզ հասունանալ ոչ թե մենակ ֆիզիկապես, այլ ինտելեկտով, գիտության մեջ, մասնագիտության մեջ, չէ՞։ Պետք է թե պետք չի։ Պետք է, բայց երբեմն, երբ որ հարցը վերաբերվում է հավատքին, օրինակով է լսել, ասել են, դե լավ, գնում ես գնա, բայց շատ չխորանաս հանգարց։ Ինչի՞։ Դե չլինի կտցնի քեզ հանգարց։ Իրանք տենց են մեկնաբանում։ Հիմա ես ուզում եմ այդ մարդիկ, ովքեր որ լսում են կամ երբևէ ասել են կամ միգուցե այստեղ մարդկա նման կերպ է մտածում, եթե գիտես, սենց ասեմ, եթե մարդկա չի մտածում նման կերպ, բայց կամա թե ակամա վարվում է նման կերպ, ուրեմն եկեք փոխենք, որովհետև հասունանալը, որ տանում է հաղթանակի, բերում է հաղթանակներ, սա իմ ու քո որոշումից է։ Ինստինկտիվ չի լինում։ Լավ։ Ուզում եմ օրինակը բերեմ սրա վրա, հետևյալ արտահայտությունը անեմ։ Ով կգնար մի բժշկի մոտ, ով որ այդքան էլ չի խորանում իր մասնագիտության մեջ։ Իրան ասել են, լսի, բժիշկ ես ուզում դառնաս, բայց ես մի խորացի, ինչ պետք է։ Գիտես անալգին ու պարացետամոլը, դրանից են կողմ քեզ ինչ պետք է խորանալ, մասնագետ դառնալ։ Ով է գնալու, առաջինը թող ձեռ բարձրացնի, ասի, ես սենց բժիշկներին տեղ ասեք գնամ, մի հատ հետազոտվեմ։ Ոչ ոք, չէ՞։ Հետո իրավաբանի մոտ ով կգնա։ Ով որ ընդհանրապես օրենքները չգիտի։ Կասես, բայց ինչի չգիտի, որովհետև ինքը մտածել է, ինչ կարիք կա խորանալու։ Դիպլոմ ունեմ, աշխատանքս ունեմ։ Ով է գնալու այդ իրավաբանի մոտ։ Գիտեմ, որ ոչ ոք։ Բա ինչի հոգևոր հարցում մենք մտածում ենք կարիք չկա խորանալ։ Ինչի խորանանք։ Կարևորը փրկվել ենք։ Կարևորը երկնքի տոմսը ունեմ։ Կարևորը Քրիստոսը կա ինձ երկինք է տանում։ Ինչի խորանամ էլ հավատքի մեջ։ Ու ուզում եմ կարդամ։ Ես մտածում եմ միայն այս օրինակ արդեն բավական է, չէ՞։ Բայց չէ, բավական չի, որովհետև պետք է ասեմ, ինչպես ենք մենք աճում։ Որ բաներ կա, որ մեր որոշումն է ու ինստինկտիվ մենք չենք աճում։ Բաներ կա, որ մենք պետքա գործի դնենք մեր կյանքի մեջ աճենք, բայց որպեսզի հասկանանք հասունանալու կարևորությունը կամ աճի կարևորությունը, ուզում եմ օրինակ բերեմ, մի քանի տեղ կարդամ, նոր գնանք առաջ։ Եկեք մի անգամից գնանք առաջի Կորինթացիների թուղթ, 3-րդ գլուխ, ու 3-րդ գլխից սկզբից կկարդանք։ Մի երկար հատված եմ կարդալու, ով որ քնածա թող արթնանա հենց հիմա, ով որ թմրածա թող թարմանա, ով որ սառը ջուր ա ուզում, թող մեր կարգ ու կանոնի ծառայողներից սառը ջուր ուզի, որ հանկարծ քունը չտանի, հա, որովհետև դու բաց կթողես քո աճելու մասին, այդ մի ասա դե լավ ես քարոզով կլսեմ, կարող է քարոզն էլ չլինի հանկարծ, կլինի չէ, այս անգամ քարոզը, հուսով ենք։ Նայեք, Պողոս առաքյալը գրում է Կորինթացիների եկեղեցում ու հետևյալ բաներն ասում։ Ասում է ես եղբայրներ, մտածում ենք քույրիկները կային այնտեղ։ Չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ, եկեղեցու նամակ է գրում։ Ինչպես հոգևորների հետ չկարողացա խոսել, այլ ինչպես մարմնավորների հետ, բայց նրանք փրկված էին, եղբայրը ասում։ Աշխարհի մարդկանց չի գրված սա։ Այլ ինչպես մարմնավորների հետ, ինչպես մանուկների հետ Քրիստոսում։ Փաստը հասկանում ենք, որ հոգևոր մարդիկ էին, այսինքն Աստծո ժողովուրդներ, եկեղեցիներ, նամակ է գրում առաքյալը, ասում է ես ուզում եմ ձեր հետ խոսամ որպես հոգևորը հոգևորի, բայց չեմ կարողանում, ոչ թե ինքը չի կարողանում, այլ նրանք ընկալելու կարողություն չունեն։ Դուք հոգևոր չեք, ասում է, դուք հասուն չեք, դուք մանուկ եք։
Կասես, բա հիմա հոգևոր են, թե հոգևոր չեն։ Մանուկը ավելի շատ մարմնավոր է, ինչու, որտեվ մարմնի թելադրանքով, այս աշխարհի թելադրանքով է ապրում, քանց թե Սուրբ Հոգու, ոչ թե հոգին է առաջնորդում իրան, այլ մարմինը։ Ամեն։ Գնանք առաջ։ Սա է պատճառը։ Ասում եմ, ձեզ կաթ խմեցրի եւ ոչ թե կերակուր, կոշտ կերակուրի մասին, որովհետեւ տակավին չեք կարող, այլ հիմա էլ դեռ չեք կարող։ Ես չգիտեմ ինչքան ժամանակ էր անցել, եկեղեցին ձևավորվել էր, ինչքան ժամանակ անցած, բայց Պողոսը չի խրախուսում այս կարգավիճակը եւ չի ասում, դե ոչինչ, դե նոր եք ծնվել, ինձ որ նորմալ է։ Ոչ, իր խոսքերից հասկանում ենք, որ նորմալ չի։ Դուք պետք է արդեն կոշտ կերակուր ուտեիք, դուք պետք է հասուն լինեիք, ես ձեզ պետք է կարողանայի բաներ հասկացնեի, բայց դուք երեխեն որ սոված է լինում, ինչ է ասում։ Նյամ, չէ՞։ Ինչ կլինի, Հիսուսի սիրոց պատմեք մեզ։ Ինչ կլինի, մի հատ իմ համար աղոթեք։ Իսկ Աստված ինչ կանի իմ կյանքի մեջ։ Իսկ որ գամ եկեղեցի, ինձ ինչ կլինի։ Հա? Իսկ որ 10 տամ 1000-ը կտա Հիսուսը ինձ։ Ասես նման երեխական հարցեր։ Գիտեք, երազիս Հիսուսն երեք է իմ մոտ։ Եկավ գրկեց, ասեց ես քեզ շատ եմ սիրում։ Կասես ինչ վատ է։ Մանուկներին բնորոշ բան է։ Դու պետք է հասկանայիր, որ Հիսուսը քեզ 2000 տարի առաջ արդեն սիրեց։ Դու դրանից տեղյակ չէիր։ Ու սերը դրա ֆիքսված է Աստծո խոսքի մեջ։ Ոչ թե ամեն գիշեր այցելելով քեզ, եւ նա ցույց կտա իր սերը։ Դու արդեն պետք է հասկանաս, որ դա սերն էր։ Այցելելը շատ լավ է։ Հա? Ու ինչն է հետաքրքիր, որ ասում է չէ որ, չէ կներեք, որովհետև տակավին մարմնավոր եք, որովհետև տակավին նախանց, կռիվ, բաժանումներ կա ձեզանում, չէ որ մարմնավոր եք եւ մարդկորեն եք վարվում։ Այ տեսնում եք, փրկված են, Աստծո եկեղեցու մեջ են, բայց նախանց, կռիվ, վիրավորանք, չարություն, իրար ինչ ասես անում են։ Աստծո եկեղեցու մեջ։ Ով ազում մանուկ լինի։ Ու դրսևորումները սա է, ով որ չի աճում Քրիստոսի մեջ, ինքը եւ նախանձելու է, եւ կռիվները հրահրելու, եւ մի նայեք մեր արտաքինին, մեր սպիտակ մազերին, մարդիկ կա մազեր չունեն, արդեն տարիքի մեջ են, մի նայեք դրան, նայեք իրանց դրսևորումներին։ Իհարկե ես այսօր խորհուրդ չեմ տալի դու ուրիշին վերցնես կենտրոնանաս ուրիշի վրա, հենց եկեք ամեն մեկս մեզ վերցնենք, հա։ Իհարկե մենք բոլորս աճելու կարիք ունենք։ Մինչև Քրիստոսի հասակը Աստծո խոսքն ասում է, սա մեր ձգտումն է։ Ոչ թե մինչև, գիտես, այսինչ առաքյալը, մինչև այսինչ հովիվը, հասնեմ ինձ այսինչ չէ, սենց հերիք է, մինչև Քրիստոսը, որտեվ այն հերթին էլ նրանք էլ իրանց հերթին ձգտելու կարիք ունեն, Քրիստոսին նմանվելու։ Ամեն։ Հիմա եւ ասում եմ նայեք, չէ որ մարմնավոր եք, մարդկորեն եք վարվում։ Որովհետև երբ որ մեկն ասում է ես Պողոսյանն եմ, ես Ապողոսյանն եմ, ես հրեշտակ տեսա, ես Հիսուսին տեսա, մեկն ասում է տես, Հիսուսը եկավ ինձ այս երազը տվեց, այն մեկն էլ ասում է լսի, խի ես երազ չեմ տեսնում, այն մեկն ասում է գիտես ես աղոթեցի, պատասխան տվեց, այն մեկն ասում է ինչի բա իմ աղոթքները սենց շուտ չի պատասխանվում։ Խաղալիքներս կհավաքեմ, կգնամ։ Ուղղակի սենց բաներ է։ Դու երբ ես ապաշխարել 2000 թվին, հա, ես 95-ին։ Քո համար Յոնգիչոն աղոթել է, չէ, իսկ իմ համար Բենիհինն էլ աղոթե։ Ասում ես, լավ է, փառք Աստծուն։ Բայց դա ոչ մի ավել ու պակաս բան չի բերում իմ ու քո կյանքի մեջ։ Հա? Գիտես, ես մարգարեության պարգև ունեմ։ Ու փառք Աստծուն, ու դա քոնը չի, դա եկեղեցունն է։ Ես կարող եմ մարդկանց սրտերը տեսնել, Աստված ինչ է դնում իրանց սրտերում, ես ամեն մեկի սրտի եղածը իմանամ, լսել եք նման բաներ։ Սուտ է դա։ Դա սուտ է։ Դա սուտ է։ Սրտագետը Աստված է։ Եթե դու ուրիշի սրտերի եղածը քեզ Աստված ցույց է տալի, մի հատ հարց տուր, ինչի համար։ Օրիմա, հլնդեն այ, օй Վերջում էլ հա դե գնամ աղոթեմ, որ փոխվեն։ Դու քո սրտինը նայի։
Լավ, այսպես պատմություններ, այսի ասեցի մեր առօրյական հարցերի մեջ, որ գնամ առաջ։ Հիմա ով է Պողոսը, ով է Ապողոսը, ինչ են արել, ինչ չեն արել, նայեք ինչ ասում։ 6-րդ խոսքում, ասում է ես տնկեցի, Ապողոսը ջուր տվեց, բայց Աստված աճեցրեց։ Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ ջուր տվողը, բայց աճեցնողը Աստվածը։ Տնկողը, ջուր տվողը մեկ են, բայց ամեն մեկն իր վարձքը կառնի իր աշխատանքի չափով, որովհետև Աստծո գործակիցներն ենք։ Իսկ դուք Աստծո մշակությունը, Աստծո շինվածքը։ Այստեղ երկու բանի մասին է խոսում, ասում է դուք մշակությունն եք, այսինքն մի հողատարածք, որտեղ որ մշակում է, մարդը մշակում է, այստեղ Աստված է մշակում։ Երկրորդը մի կառույց, որ կառուցվում է։ Ես այսօր ուրիշ օրինակի վրա եմ կանգնելու եւ առաջ գնամ Աստծո շնորհքի չափով ինձ տրված իմաստուն ճարտարապետի պես հիմք դրեցի Պողոսն է ասում, բայց ուրիշը շինում է միայն թե ամեն մեկը մտիկ տա թե ինչպես է շինում։ Քրիստոսը մեր հիմքն է։ Քրիստոսը կա ու մենք Քրիստոսի վրա ենք կառուցվել, չէ՞։ Քրիստոսով ենք փրկվել, ոչ ոք իր գործերից, լավ ու վատից, շնորհքից չի փրկվել, Քրիստոսից։ Բայց ասում է ամեն մեկը կառուցում է։ Այս կառուցման մասին եմ ուզում խոսամ այսօր ամբողջ օրը, այս ամբողջ ընթացքում, որովհետև չկա ուրիշ հիմք, քան որ դրված է, որն է Քրիստոսը։ Եթե 12-ը, այս եթեն, եթե մեկ այս հիմքի վրա շինի ոսկուց, արծաթից, ազնիվ քարերից, փայտ, խոտ, եղեգից։ Հասկանում եք, սա այլաբանորեն է գրված։ Ամեն, սա մեր կյանքն է։ Մենք ենք շինում մեր կյանքը, մենք ենք կառուցում մեր կյանքը։ Հիմա նայեք ինչ է ասում։ Կա շինանյութ, ոսկի, արծաթ, ազնիվ քարեր եւ կա փայտ, խոտ, եղեգ։ Ակամայից հիշեցինք 3 խոզուկները, ճիշտ այնտեղ քարից էր, այն մյուսը խոտից էր։ Հիմա ամեն մեկի գործը պիտի հայտնվի, որ օրը երևացնելու է, որովհետև կրակով պիտի հայտնվի եւ ամեն մեկի գործը թե ինչպես է կրակն է փորձելու։ Եթե մեկի գործը, որ շինեց հաստատ կենա, վարձ կառնի, եթե մեկի գործը այրվի, վնաս կքաշի, բայց ինքը կապրի, այլ այնպես ինչպես թե կրակով։ Ով է կրակից պրծած մարդ տեսել, խանձված, վառված, չէ՞։ Լավ չի։ Խնդիրը ինչի մեջ է, որ գիտեք, ասում է, եթե մեկը լավ է կառուցել, նա վարձ կառնելու, նա հաջողություն է ունելու իմ թեմայի հենց անվանումը, որ դու հաղթանակ կունենաս։ Ամեն, բայց որոշումը դու ես կայացնում։ Ասում եմ, բայց եթե մեկը խոտով, եղեգով սենց ուղակի ո՞րն է դրա տարբերությունը, ես ընթացքում կխոսեմ, ինչպես մենք պետք է հասունանանք, ինչն է մեզ հասունացնելու, կամ ինչպես մենք դրսևորենք, դա կխոսա մեր հասունության կամ ասեք, չհասունության, մանկության մասին։ Հիմա այս ստեղ մի ուրիշ տեղ եմ ուզում կարդամ, արագ ու հետո խոսենք գործիքակազմի մասին։ Եբրայեցիների 5-րդ գլխում տեսեք ինչա։ Հիմա խանձված քրիստոնյան լավ էր, թե չէ։ Ով ասում խանձված մի կերպ, պրծնի, մի կերպ, որ ընկել է տրակտորի տակ, կիսաճմրթված դուրս է եկել։ Կրակը անցել է վրայով ու խանձված դուրս է եկել։ Նմանացնում ես ինչ որ մեկի քայլածքն է, բայց ոնց որ թե ուրիշ տեսք ունի։ Աստված չի ուզում մենք խանձված լինենք։ Աստված չի ուզում մի կերպ պրծած լինենք։ Ու սա մեր կյանքի մասին է խոսքը գնում։ Հասկանում ես, մի կերպ հրեցին երկինք գցեցին։ Մի կերպ։ Բայց այս կյանքում ո՞նց ենք ապրելու, թանկագիններս։ Ոսկուց, ազնիվ քարերից, արծաթից կառուցելու ենք, երկինք ենք մտնելու, վարձք ենք առնելու, ստեղ հաղթանակ ենք ունենալու։ Հիմա Պողոսը, չգիտեմ Պողոսն է թե ով է, կարևորը գրված է սենց մի բան, Եբրայեցիների 6։ Մի պատմություն է պատմում Քրիստոսի մասին, քահանապետի մասին, օրինակ է բերում, ես որտեվ կեսից եմ կարդալու։ 5-րդ գլուխ 11-ից ասում է,
միտքը շարունակելով, ասում եմ, այս սրա վերաբերյալ շատ բան ունեմ ասելու։ Եվ դժվար է մեկնել։ Ու էլի խնդիրը Պողոսինը չի, որ ինքը չի կարողանում մեկնի, խնդիրը նայեք հետևյալն է, որովհետև դուք դանդաղ եղաք լսելով։ Այսինքն ունակ չեք լսելու ընդունելու։ Այս եկեղեցուն է հիմա էլ գրում։ Որովհետև ժամանակին նայելով պիտի վարդապետներ լինեիք, այսինքն ով է վարդապետը, ով արդեն հասումն է, ինքն է սովորացնում, ինքը ապրել է, ապրում է այդպես։ Բայց կրկին կարոտ եք սովորելու, թե ինչ է Աստծո խոսքի առաջին նշանագիրները եւ կարոտողներ եղաք կաթի, ոչ թե հաստատ կերակուրի։ Չեք ուզում ջանք անեք ծամեք, չեք ուզում ձեզ մի քիչ, չգիտեմ, նեղություն տակ, չեք ուզում հասունանաք, խոսքը դրա մասին էր։ Դուք դարել եք Քրիստոսին, բայց ապրում եք։ Ապրում եք որ կողմ, որ քամին փչի։ Ապրում եք ոնց որ աշխարհը թելադրի, ապրում եք, երգում եք Քրիստոսի սիրո մասին, ծափ եք տալիս, փառաբանում եք, ասում եք, որ Քրիստոսն է իմ Տերը։ Բայց ասում եմ, մանուկ եք, չեք է հասկանում, ինչումն է թաքնված Քրիստոսի գանձերը, ինչ է ուզում Աստված ասի ձեզ։ Եվ հիմա ասում է, որովհետև ով որ կատնակեր է, անհմուտ է արդարության խոսքին, որովհետև երեխա է, այդ տղա որ գրված է սերի մասին չի, մանուկ է ուղղակի։ Ով որ մանուկ է, նա անհմուտ է արդարության խոսքին։ Ով որ մանուկ է, նրա զանազանող, հոգևոր զանազանող կարողությունը նվաստ է, տկար է։ Նա չի կարողանում զանազանի լավն ու վատը, չարն ու բարին։ Ով ազում մանուկ մնա։ Ոչ մեկ։ Որովհետև մենք ուզում ենք զանազանենք։ Պատկերացրեք, մի հատ միտք է գալիս։ Բայց չիմանանք Աստծուց է գալիս, թե սատանայից։ Չիմանանք Աստծուց, թե չէ։ Բա ինչպես իմանանք։ Դե կաղոթենք, Տեր, եթե քոնն է թող լինի, եթե չէ, թող չլինի։ Չկա նման բան։ Միտքը գալիս է, ու երբ որ մենք արդեն մեր զանազանող պարգևները կամ ոնց ասեմ, մեր զգայարանները, մեր հոգևոր զգայարանները, եթե մենք հասուն ենք կամ հասունանում ենք, մենք զանազանում ենք ու դեն ենք շպրտում։ Երբ որ մենք երեխաներին մեր միս ենք կերակրում, առավել եւս ձուկ, մենք փշերը հանում ենք, բայց երբ որ նրանք սկսում են հասունանալ, ինչ? Իրանք ինքնուրույն են կարողանում առանձնացնել այդ փշերը։ Հիմա մենք էլ ինքնուրույն պետք է կարողանանք հասունանանք եւ առանձնացնենք չարը բարիից։ Ուզում եմ շեշտադրեմ ու ամուր շեշտ դնեմ, որ մանուկ մնալը դա քո վտանգն է։ Դա քո ձախողումն է, իսկ հասունությունը քո հաղթանակը ու ոչ միայն քո, այլ շատ շատերին, որ դու կարող ես առաջնորդես։ Ամեն։ Հիմա շարունակենք։ Բայց կատարյալների համար կամ հասունների համար հաստատ կերակուր կա, որոնց զգայարանները վարժված են, կրթված են բարին ու չարը զանազանելու։ Ամեն։ Էլի շատ տեղեր կարող եմ կարդալ, բայց բավականանանք սրանով, որ հասունանալը շատ անհրաժեշտ բան է։ Ամեն։ Հասունանալը կապված է առողջության հետ, ով է համաձայն։ Չէ, եթե մեկը չի հասունանում, մենք անգամ որ երեխաներ ենք, չէ, երեխաներ են ծնվում մեր ընտանիքներում, եթե չեմ սխալվում, ամեն ամիս բժիշկները ինչ որ բան են ստուգում, քաշը, հասակը, ինչ աուտում, ինչ ազդանշաններ կա, խոսում է, հետո հասունանում են, եթե երեխաները մեծ հասակում են, չեն խոսում, ֆիքսում են, որ ինչ որ խնդիր կա, որ շուտ դեմ առնեն, կամ եթե չեն քայլում, ֆիքսում են, որ դա ինչ որ խնդիր կա, կամ չգիտեմ, ես ինչ օրգանը չի զարգանում, ֆիքսում, այսինքն այն օրգանիզմը, որ չի աճում, դա խոսում է ինչի մասին։ Հիվանդության մասին, անառողջ վիճակի մասին։ Իսկ այն օրգանիզմը, որ աճում է, ասում են ամեն ինչ նորմալ է, չէ՞։ Երեխեք կան, որ չափից էլ ավելի են աճում։ Չէ՞, ասում են գիգանտ է ինքը կամ լավ թափ է հավաքել։ Խոսում է, որ նա առողջ է։ Նույնը մեր մասին է, թանկագիններ։ Եթե ես երկար տարիներ չեմ աճում,
Կոսես, բայց ես լավ է աճում եմ, այդ ձեզ ա թվում չեմ աճում։ Ես օրինակներ եմ բերելու։ Ու դու քեզ ստուգելու ես, քննելու ես, աճում ես, չես աճում։ Մենք չենք մրցակցում իրար հետ, թանկագիններ։ Մենք երբեմն ցույց ենք տալիս մեր հոգևորությունը, ուզում ենք ցույց տանք մեկս մյուսից։ Մեզ պետք չի ցույց տալ, մեզ պետք է ապրել։ Ամեն։ Իսկ եթե մի բան ես հայտնաբերել եմ իմ մեջ, մի խնդիր, ուղղակի պետք է լուծել, ու աճել, ու հասունանալ դրա մեջ։ Վերջ, որովհետև դու չես կարա թաքցնես։ Գալու է մի ժամանակ եւ այս երեխային ասելու են խոսիր։ Արդեն բեղերը թրաշը հելել է։ Բայց եթե նա չկարողանա խոսա, դու ծնողներին եւ իրան ասելու ես լուսի ժամանակին ինչու դուք չեք դիմել բժշկի։ Ժամանակին ինչու ես խնդրի համար լուծում չեք փնտրել։ Նույնը մեզ։ Մի մտածեք, որ փրկվել ենք ու վերջ ու հերիքը։ Շատ լավ է հիմքն է, բա շինարարությունը, բա հոգևոր աճը։ Ես երեք մի երևույթի մասին էի պատմում, ու այսօր ուզում եմ բոլորիդ պատմեմ, ու դու էլ քննիր։ Մի երևույթ, որ երևի մի քանի ամիս էր արդեն սրա լուրը տարածված էր ամբողջ համացանցում, որ սեպտեմբերի 23-ին եկեղեցին հափշտակվելու է։ Ու չակերտավոր հայտնություններ ստացողներ ծիծաղում եք, չէ՞։ Հիմա կծիծաղենք մենք մեր սխալների վրա, այդ նույն ծիծաղով, որ լրջանանք։ Եկեղեցին հափշտակվելու է սեպտեմբերի 20-ին, որ եկեղեցին հափշտակվելու է բոլորս գիտենք, բայց որ սեպտեմբերի 20-ին Դա հատուկ մի քանիսը գիտեն, ինչի, որտեղ իրանք հատուկ մարդիկ են։ Իհարկե, հասկանում ես, որ ես լուրջ չեմ ասում։ Բայց ո՞նց եղավ, որ իրանք մտածեցին, որ իրանք հատուկ մարդիկ են։ Որ Հիսուսը իրանք հատուկ ասել է, հələ մի կոմարի ես քեզ բան ունեմ ասելու։ Սեպտեմբերի 23-ին հափշտակվում ենք։ Ու տարածված էր համացանցում։ Մարդիկ հաշվել էին։ Այդ օրը հրյաների էս ինչ տոնն է, էս ինչ ժամին, էս ինչ օրը, սենց բան է լինելու։ Ծիծաղում ենք, որտեվ ինչ որտեղ կարդացել ենք կամ շատ ենք լսել, որ Հիսուսը անձամբ ասեց դրա մասին ոչ ոք չգիտի օրն ու ժամը, իսկ օր ու ժամ էին շեշտել։ Բայց մարդիկ հավատացել էին, եւ մի տեսանյութ դիտեցի, երբ որ աֆրիկյան մի երկրում եկեղեցին բազմահազարանոց, այդ օրը պատրաստված գնացել են սարը բարձրանան Տիրոջը դիմավորելու։ Գոնե գնայեք Երուսաղեմի այդ սարը, ասում եմ մի ասպարեզից հեռու էր, ինչքան էր, այնտեղ գնայեք։ Բարձրացել են, որ Հիսուսին դիմավորեն երգերով, պարերով, ծիծաղում ենք, այո, ծիծաղում ենք, սա խոսում է իրանց մանկության մասին, բայց իրանց մարգարեն մարգարե է, մարգարե չի, ուղղակի ինքը հասկանում եք, մոլորության մեջ է, երբ որ մարդը իրան առանձնացնում, ասում է, ես առանձնահատուկ եմ, Այս խոսքը էլ ինձ չի վերաբերվում, Հիսուսը անձամբ բերանից բերան է ինձ հետ խոսում։ Ու ինչ եմ ուզում ասեմ, մարդիկ աշխատանքներն էին թողել, հրաժարվել էին, մարդիկ իրանց ունեցվածքն էին վաճառել, որոշները ասել էին դե մի քանի օր կա երկրի վրա ապրելու, գնանք ման գանք, ծախսենք, լավ քեֆ անենք, մեզ լավ զգանք, որովհետև վաղը չէ մյուս օրը կամ մի քանի օր հետո հափշտակվելու ենք։ Էլ ինչ կարիք կա այս բաները պահենք։ Ու հիմա հարց Ինչ եղան այդ մարդիկ։ Խայտարակվեցին, չէ՞։ Ինչի պատճառով։ Որ մանուկ մտածելակերպ, որ չհասունացան ու չասեցին թանկագին հովիվ, թանկագին մարգարե, թանկագին առաքյալ, բա որ դու դա հայտարարում ես, բայց չէ որ ստեղ տենց բան կա գրած։ Չէ, դե ինքը մեր առաքյալն է, ինքը ինչ ասեց 100%-անոց լինում է։ Միգուցե դու էլ, ես էլ, միգուցե մտածում ենք մեր ասածը Ուրեմն այնքան մանուկ ենք, եթե մենք մտածում ենք, մենք երբեք չենք սխալվի։ Ես գնացի երկինք, ասում է այդ մարգարեն, Հիսուսը անձամբ ինձ դիմավորեց, եկավ, տարավ, այնտեղ թաքուն բաներ ասեց, ուղարկեց, որ ես ձեզ ասեմ։ Հիսուսը ստեղ գրել է արդեն։ Այստեղ գրված է։
Ու ուզում եմ ասեմ, որ թանկագիններ իրականում հասունանալը մեզ պետք։ Ու մեր առաջի հիմքը դա Աստծո խոսքն է, հասունության։ Քրիստոսն է հիմքը, ասում է, չկա ուրիշ հիմք։ Քրիստոսի հիմքի վրա պետք է կառուցել։ Լավ, որպեսզի չշեղվեմ շատ։ Հիմա, երբ որ մենք նայում ենք Աստվածաշնչում, արդեն խոսում ենք ինչպես ենք աճելու։ Աստված նմանացնում է մարդուն, չէ՞։ Օրինակ ծառերի հետ, որովհետև էլ ուրիշ օրինակ չեմ բերելու, հենց ծառի օրինակն եմ բերելու։ Ու մենք նայելու ենք ինչպես է ծառը աճում։ Որովհետև Աստվածաշունչը շատ է խոսում, ասում է երանելի այն մարդը, հլա եկեք մի հատ առաջի Սաղմոսը ասենք։ Ով որ ամբարիշտների խորհրդի մեջ չի նստում, ճանապարհի չի գնում, աթոռին չի նստում, մի խոսքով։ Նա նման է մի ծառի, որ տնկված է, որտեղ պատահի, ինչ որ անի, նա մի ծառի է նման, որ տնկված է ջրերի գնացքում, որ տարին 13 ամիս անգամ պտուղ է տալիս, ինչ որ անում է, հաջողում է, նման չեն ամբարիշտներին, այսինքն նա հաջողված է, նա աճում է, հետո ուրիշ տեղ խոսում է եւ նրանց տերևների մասին, խոսում է նրանց արմատների մասին, խոսում է նրանց պտուղների մասին, ուղղակի բոլոր տեղերը չեմ ուզում կարդամ, որ խնայեմ ժամանակը, համաձայն եք, որ սա Աստված ծառերի մասին չի խոսում, բույսերի մասին չի խոսում, միտեղ էլ ասում է Լիբանանի մայրերը, մայր ծառերը, կանգուն են, դարերով կանգուն ծառերի մասին է խոսում։ Համաձայն եք, որ կարելի է այդ օրինակ այսօր մեր կյանքում կիրառել։ Լավ, դե գնանք առաջ։ Ինչ, եթե վերցնենք ծառին, եթե վերցնենք ծառի կարևորությունը, օրինակ, մինչև ծառը ինքը ինչ էր, սերմ։ Աստծո խոսքը ասում է սերմնա ցանը դուրս եկավ սերմը ցանելու։ Եվ այդ սերմերը ընկան տարբեր հողերի մեջ, տարբեր որակի հողերի մեջ։ Համաձայն եք։ Մեկը տրորվեց գնաց, ոտնակող եղավ, մեկը ապարաշ տեղեր, ոչինչ որ հերթով չասեմ, չեք դատի շատ։ Մեկը փշերի մեջ էր, մի խոսքով, այն մյուս ընկավ, մի քիչ ծիլ տվեց, ասում եմ, մեկ էլ աշխարհի նեղություն, խաբեություն, հոգսեր, չգիտեմ, չէ՞։ Չաճեց, մի խոսքով չաճեց, բայց մի հող կար, որ բերի էր, պատրաստ էր, ու ասում եմ, պտուղ տվեց։ Սերմը ցանվում է մեր մեջ ամեն օր։ Սերմը մենք կարող ենք ցանել մեր մեջ ամեն օր, լինելով այդ հողը, ինչպիսի հող, պատասխանատվությունը ում վրա է։ Լավ չի ցանը։ Եթե իմ ու քո հողը, մեր կյանքը ամեն օր եկեք պարարտացնենք, որ ընկած սերմերը պտուղ տան։ Այդ սերմերի համար հոգ տանողը ես ու դու ենք, պաշտպանողը մենք ենք։ Պողոսը ես այն առաջի տեղը, որ ընթերցեցի, գրած է ես ցանեցի, Պողոսը ջրեց։ Ամեն։ Աճի համար պետքա սերմ ցանել, աճի համար պետքա ջրել, որպեսզի աճի սերմը։ Պետքա թե պետք չի։ Բա ուր եք շաբաթ օրվա ջրոցու ժամանակ։ Շաբաթ օրը ջրելու օրն է։ Այն որ հյուրասիրություն ժամանակը արևի օրն է։ Այսօր ցանել, մեկի համար ցանելու օր է, մեկի համար քախանի օր է, ես չգիտեմ։ Բայց սա մեր պատասխանատվությունն է, թանկագիններ։ Ամեն։ Օրինակ, էլ ինչ կարելի անել, սերմը պետքա ջրվի, սերմը պետքա առաջինը ցանվի, ջրվի, սերմին պետք է ջտարով ջերմություն, ջերմությունը, պետք է թե պետք չէ, պետք է, համաձայն ենք բոլորս, ինչն է այդ ջերմությունը, մթնոլորտ, չէ, ճիշտ մթնոլորտ, որտեղ այդ ճիշտ մթնոլորտը,
կիսաբաց լուսամուտների հաղորդաշարի առաջ, հետո սերիալների առաջ, չգիտեմ ինչ սերիալներ կան, որտեղ այդ մթնոլորտը, հարևանի, տանը, սուրճի, բաժակի, շուրջ, բամբասանքի մեջ, հա, չէ, բա որտեղ, որտեղ է մթնոլորտը, ասեք, Աստծո ներկայության մեջ, Աստծո եկեղեցու մեջ, մեկտեղ հավաքվելու մեջ, կհասնենք, բայց Աստծո մեջ է այդ մթնոլորտը, թանկագիններս, Աստծո մեջ է այդ մթնոլորտը, Աստծուց հեռու չկա այդ մթնոլորտը, որ կնպաստի այդ սերմը աճելուն, իսկ սերմը ով էր, մենք ենք, որ պետք է աճենք, կամ այդ ծառը մենք ենք, որ պետք է աճենք, ուղղակի տեղեր ունեմ, բայց չեմ կարդալու, հիմա մեզ պետք է թանկագիններ, որ լինի համապատասխան մթնոլորտ, հա? Իսկ ինչ չպետք է լինի, սխալ մթնոլորտ, առաջի Սաղմոս հենց դրա մասին խոսում էր, դա չի նշանակում, որ մենք աշխարհի մարդկանց չենք սիրում, անգամ մեր հարազատներն են այսօր աշխարհում, դա դրա մասին չի, մենք շատ սիրում ենք աշխարհի մարդկանց, բայց չի նշանակում, որ մենք ամեն մեկի հետ պետք է նստենք ու վեր կենանք սխալ մթնոլորտ արտադրված միջավայրում, որպեսզի մեր մեջ եղած սերմերը փուչ դառնան, չգիտեմ, մթնոլորտը այդ սխալ մթնոլորտի պատճառով։ Տեսել ես մարդիկ, քանի եկեղեցում են, լավ են, քո հետ ընկերություն են անում, լավ են, մեկ էլ տենում ես ծռվեց։ Ինչն էր պատճառը ծռվելու։ Որ իրան ասել ես, լսի, հեռու մնա այդ շրջապատից, հեռու մնա այս գործից, մի ընկերություն արաս այս սխալ բաների հետ, անգամ Աստծո խոսքն է ասում, ինչ է ասում, ասում է չար ընկերակցությունները, ապականություն են բերում, բնականաբար չի աճի այդ բույսը, հաջորդ բանը, կասես չի լինի այդ սերմից թողենք, իմը տնկի է, ես մի անգամից տնկի եմ բերել, տնկում եմ, ով հավես ունի այդքան սերմ ցանի աճեցնի։ Մի օր այդ սերմը տնկի է դառնալու։ Ու տնկին, որպեսի աճի, ինչ պետք է լինի, տնկված պետք է լինի։ Տնկված։ Որտեղ։ Դե ինչ կարևոր է որտեղ։ Շատ կարևոր է։ Աստծո խոսքն ասում է եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Ամեն։ Պատկերացրա քո մարմինը հիմա։ Ինչ միաբան է, ինչ համաունչ է։ Թևերը իր տեղում են, ոտքերը իր տեղում են, ու ամեն բան իր տեղում է, իր ֆունկցիայի մեջ է։ Այդպես էլ ամեն տնկի պետք է իր տարածքը ունենա տնկվելու, ամեն ծառ, ամեն մեկս պետք է պատկանելություն ունենանք եկեղեցու։ Ինչքան էլ որ եկեղեցու դռները բաց է բոլոր ցանկացողների համար գալու Աստծո խոսք լսելու, բայց ամեն մեկիս համար անհրաժեշտ է, որ մենք տնկված լինենք հատուկ եկեղեցու մեջ, որ ես իմանամ որտեղ է իմ տնկվելու վայրը, որտեղ ես պետք է արմատ խորացնեմ, որտեղից որ ես պետք է սնվեմ, ով է այն այգեպանը կամ այն մշակները, որ չէ, մշակելու են այդ հողը, թե չէ։ Թե մենք ամեն ինչ մեր մշակը Սուրբ Հոգին է, վազը Հիսուսն է, ես է տնկին եմ։ Տենց չի գրած Հովհաննեսի մեջ, տենց է։ Այդպես է։ Ու ինչ։ Բա ինչ կապ ունի ես այս եկեղեցում կլինեմ, այն եկեղեցում կլինեմ, թե վաղն էլ կուզեմ այն մյուս եկեղեցում լինեմ։ Միթե արգելված է։ Արգելված չի, բայց օգուտ չես ունենա։ Ինչու։ Որովհետև երբ որ քո էտելու ժամանակն էր, երբ որ այգեբանը գար ինչ որ մի հատ ավելորդ ճյուղ էտելու, դու տեղում չես լինի։ Ոչինչ, ընդեղ կետեմ, բա որ ընդեղ էլ չեղար էտելու ժամանակ, որտեվ էտել այդքան էլ հաճելի process չի։ Միգուցե շատերն էլ հենց էտելու պատճառով են փախնում ստեղ ընդեղ։ Միգուցե շատերն էլ մտածում են, դե ստեղ այդքան է դուրեկան չի, գնամ ընդեղ տեսնեմ ինչ կա։
Գնամ այնտեղ տեսնեմ ինչ կա։ Գիտես ովքեր են վազում, սենց պտտվում, ու այդպես էլ տեղ չեն գտնում։ Ովքեր իրանց մասին մեծ կարծիք ունեն։ Ովքեր երեխա են, բայց մտածում են իրանք արդեն եղանակ փոխող են։ Անկամ իրանք չեն կարող իրանց վրա եկած եղանակները փոխեն, հաստատուն կանգնեն։ Ու մեկ էլ ասում են. Տերը ինձ ուղարկել է այս եկեղեցուն, որ գնամ։ Ինչ անես գնաս։ Խոսք ստանամ, որ փոխանցեմ Հովին։ Գնամ այս եկեղեցուն, որ այս եկեղեցին ոնց որ մի քիչ ծռած է գնում, ասես գնամ շողուլի բերեմ։ Տերը ինձ հատուկ մարգարե է դրել, որ գնամ եկեղեցիներին շինություն անեմ։ Ծիծաղելու է։ Չէ, առաջի հայացքից այնքան լուրջ է, այնքան տպավորիչ է, հեռու մնացեք այդ մարդկանցից։ Հարց տվեք, իսկ ո՞րն է քո եկեղեցին։ Ո՞րն է քո եկեղեցին, որ դու տնկված ես։ Իա Քրիստոսի եկեղեցին է։ Իմ համար Տերս ուր ուղարկի այնտեղ է գնամ։ Գցեք ենկում։ Որպեսի բույսը պտուղ տա, աճի, հասունանա, ինքը պետքա տնկված լինի։ Իր տեղական եկեղեցում։ Մենք, որպեսի այս օրգանիզմս աճի, ձերքս, ականջս, քիթս, չգիտեմ, լյարդս, չերևացող, ինքը պետքա մարմնի մեջ լինի։ Եկեք այսօր մեր լյարդները, սրտերը, չգիտեմ, հանենք, դնենք մի տեղ։ Թող մնա էլի դե ինչ ավելորդ քաշը հետներս մանտանք։ Մենք գիտենք, որ դա չի կարելի։ Բայց ոնց եղավ Աստծո տան մեջ, մենք կարող ենք աճել, պտուղ տալ, հասունանալ, բայց կարևորություն չտալով տնկվելու մեջ։ Կարևորություն չենք աճի մենք, ուղղակի գաջաճ կմնանք, հոգևոր։ Ու գիտեք միշտ ինչ կանենք, իրարից կբողոքենք, իրարից կդժգոհենք, իրար կծակենք, իրար կնախանձենք, իրար կչարախոսենք, մտածելով, որ դիմացինն է սախ։ Այ խնդիրը դիմացինի մեջ է։ Ենթադրենք դիմացինը փոքր է, հասուն չի դեռ։ Դու քեզ հասունի պես պահի, չէ՞։ Կարող ենք թե չէ։ Իսկ եթե չենք պահում մեզ հասունի պես, ուրեմն մենք էլ ենք մանուկ։ Մենք էլ ենք մանուկ։ Ուր հասանք։ Պետքա տնկված լինի։ Հովհաննես 15-րդ գլուխ։ Ես մի քիչ ժամանակ ունեմ։ Հովհաննես ավետարանի 15-ում իմը հետևյալ խոսքերը. Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է։ Ամեն։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա ով հայրը կտրում է նրան եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ ել ավելի պտուղ բերի։ Որ կողմից նայում ես, այս մկրատը գալիս է մի խոսքով։ Չէ՞։ Բայց թող էտելու գա, ոչ թե կտրվելու։ Կասես Աստված, ես ինչ դաժան ես, դաժան չի։ Ուղղակի ծառը չորանալու է ու կտրվելու է։ Տենում ես մարդիկ կային ու չկան։ Գիտես պատճառը որն է։ Դե իհարկե, որ իրանց հարցնես, միշտ կա պատճառ, բայց պատճառը ասեմ որն է, որ իրանք չեն սկսել աճել։ Որ իրանք մեղքը կտրել ու տարել են։ Իրանք չեն հետևել մթնոլորտին, իրանք չեն տնկվել Տիրոջ եկեղեցու մեջ, իրանք չեն ջրվել։ Ու իրանք կտրվել են։ Ու իրանք կտրվել են։ Դրա համար էլ ինչն է, իրանք չի քաշում եկեղեցի։ Բայց չէ, քեզ կասեն, որ պատճառը սրա մեջ էր, նրա մեջ էր, հովի մեջ էր, դրա համար էլ լսեք, այն ծառին, որ տնկված է քո պարտեզի մեջ, այն ով պարտեզ ունի, ով այգի ունի։ Ծառեր ունեք։ 2 ծառ կա, 3, 4 գոնե, շատ լավ է։ Ահա 6 հատ։ Հիմա այն ծառը, որ տնկված է ձեր պարտեզի մեջ։ Ծառի խնդիրն է, այդ պտուղ բերող ծառի խնդիրն է, թե այն մյուսները ինչի պտուղ չեն բերում։ Ինք իր համար աճում է։ Չէ, նրա տերևները շատ խշխշան են, դրա համար ես որոշել եմ էլ պտուղ չտամ։ Բայց մենք անում ենք տենց բաներ։ Ինչ չժպտացին, ես որոշել եմ էլ եկեղեցի չգամ։ Ինչ չզանգեցին, ասեին, ոնց ես։ Դրա համար լսեք, ինչքան էլ թվա թե հիմնավորված է,
Բայց մեր ծառերը մեր այգիների մեջ երբեք չեն գալի ասում Տիկին Սուսաննա, խռովել եմ ես այն ծառից տանձի, ինչի։ Հետս ընկերություն չի անում։ Որ խոսար կզարմանայր, չէ։ Մենք գյումրեցիներս ինչ ենք ասում։ Սայլուկ է։ Չէ, կզարմանանք, բայց ստեղ հոգևոր ենք, օй, դատապարտվում ենք։ Չէ, լավ է սիրով վարվելը։ Ես դեմ չեմ։ Բայց դա պատճառ չի քո տնկվելուն։ Պատճառ չի քո աճելուն։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, կտրվում է նրա, եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ ել ավելի պտղաբեր լինի։ Էդի process-ը։ Գիտեք էդի process-ը որն է։ Խրատը, հանդիմանությունը, շտկելը, ուղղելը։ Եբրայեցիներ թղթի մեջ 13-ի 17-ում ասում է ճանաչեք եւ լսեք, ականջ դրեք ձեր վերակացուներին, աշխատողներին ձեր մեջ, ձեզ խրատողներին, ձեզ այդ վերակացու աշխատող բոլորը դրա մեջ է մտնում։ Ականջ դրեք, թողեք թողետեն։ Դա նպաստում է մեր հոգևոր աճին։ Ու եթե քեզ չեն էտում, կամ դու չես թողել, որ էլ չեն էլ ուզում հետդ գործ ունենան, կամ էլ եկեղեցում չես։ Հա, կամ էլ եկեղեցում չես։ Դժվար թե սրտացավ մեկը չգտնվի, որ քեզ ծառայի։ Դժվար։ Երբեմն իրար հետ ենք էտվում։ Տաշման process է կոչվում, բայց սա նպաստում է հոգևոր աճին։ Էլ չասեմ, չէ, էտելու մասին։ Թե ասեմ։ Չէ, այդ մենք պետք է մեր մեջ քննենք, ինչքանով է դուրեկան էտման process-ը, հանդիմանության process-ը։ Գիտես, բոլորը սիրում ենք, որ գովում են մեզ։ Ճիշտ ասած, ինձ որ շատ գովում են, ես արդեն հեռու եմ մի քիչ քաշվում, ոնց որ այդքան դուրս չի գալի, ասում եմ հիմա էսի անկեղծեր, թե կեղծավորություններ, ասում եմ քեզ գովացող բերանս քննի էլի, ես եմ։ Բայց բոլորը սիրում ենք, որ գովում են մեզ։ Իսկ երբ որ խրատում են, ինչ որ մի հատ հանդիմանում են, այսինքն ասում են սա սխալ, այսպես չի պետքա վարվել, այսպես է պետքա վարվել։ Ոչ թե քո ինքնասիրությանն են կպնում, ոչ թե քեզ վատ բառերով, ճիշտ հասկացեք, հանդիմանությունը ուղղակի ասում են, գիտես դու շեղվել ես այս կողմ, քեզ պետքա ուղղվել համաձայն Աստծո խոսքի, այս խոսքի։ Էլ եկեք չհակառակվենք։ Ասենք, չէ, ես sense չեմ մտածում, ես sense եմ մտածում։ Եթե Աստծո խոսքը կա, եկեք բոլորս խոնարհվենք, մտածենք, ինչպես Աստծո խոսքը։ Սա նպաստում է մեր հոգևոր աճին։ Հիմա տես, ճյուղերդ կտրված է, թե մնացել է արդեն ծառը շուռ է գալու հեսա, ինչի՞։ Որտեվ ինչը որ քեզ դուրեկան է, կտրված է, ինչը որ քեզ դուր չի գալիս, որ կտրվի, քաշել է մի կողմի վրա։ Ու ինքը շուռ է գալու։ Քամիներն ու եղանակային չակերտավոր անբարենպաստ պայմանները։ Մենք ծառից ենք խոսում, ու այդ ծառը մենք ենք։ Ես անգամ ինտերնետում բացեցի եւ նայեցի, թե քամիները կամ ամպրոպները, կայծակները, չէ՞, այդ արհավիր կոչվածները ինչքան կարևոր են ծառերի համար։ Պատկերացնում եք։ Փորձություն, Հակոբոսը ասում է ամբողջությամբ կամ բոլորովին Հակոբոս 1:2-ից մինչև 4-ը ուրախություն համարեք եղբայրներ եւ քույրեր, եթե տեսակի փորձությունների մեջ կընկնեք։ Տարբեր տեսակի։ Չի ասում մենակ այս տեսակը, որ այն տեսակը գա դրա հետ ասում է, գիտեք, ուրախությամբ ընդունեք, որովհետև դրանք ներգործում են ձեր աճի համար։ Ես իմ բառերով եմ ասում, որ կարդաս դա էլ կգտնես։ Այսինքն դժվարությունները ինձ, իսկ երբ որ մենք դժվարություններից խուսափում ենք, խույս ենք տալիս, չենք ուզում անցնենք, մենք չենք կարող աճել։ Մենք մնում ենք գաճաճ, մանուկ, ոչ հոգևոր, այլ մարմնավոր։ Օրինակ,
Դժվարությունները դրանք մի բան են, որ գալիս են մեր առաջ, մեզ մեր ճանապարհից շեղելու համար։ Համաձայն եք։ Հա? Սխալ առաջարկներ, մեղքի գայթակղություններ, խաբեբայություններ, որ առաջարկում են, որ մենք չվարվենք ինչպես, կամ գիտես դժվարություն ճնշում է գալի քո վրա, որն է նպատակը, քեզ Քրիստոսից կտրելու, բայց մի անգամից հո չի ասելու, դե ասա որ Հիսուս էլ քո Տերը չի։ Ոչ։ Ոչ մեկ տենց բան չի առաջարկում, բայց ասում է, գիտես, բայց հիմա մի վարվիր Աստծո խոսքով։ Հիմա վարվիր իրավիճակից ելնելով։ Ու վարվում ենք։ Հետո մի հատ ուրիշ իրավիճակ է գալիս։ Հետո այդ իրավիճակի թելադրանքով էլ ենք վարվում։ Այս քամու փչացով էլ ենք վարվում, այն քամու փչացով էլ ենք վարվում։ Այսինքն գնացինք կամաց։ Ու ի՞նչ է դուրս գալիս։ Մենք Քրիստոսից կտրվեցինք։ Չէ, կարևորը Հիսուսին Տեր դավանեմ։ Այսօր ամբողջ աշխարհը Հիսուսին ասում է, այո, ես հավատում եմ, մեռնեմ Տիրոջ զորությանը։ Ես Աստծուն հավատում եմ։ Աստծուն հավատք կամ հավատալ Աստծուն նշանակում է հետևել Աստծուն։ Համաձայն եք։ Քամիները նպաստում են ծառերին, ասեմ նոր։ Առաջինը իրանց սերմը տանել, տարածել տարբեր տեղեր։ Ու առաջի եկեղեցու վրա երբ որ հալածանք եղավ, վառ օրինակ, ասում եմ բոլորը շաղ եկան բոլոր տարածքով ու սկսեցին ավետարանը տարածել։ Քամիները որ փչում են, մենք չենք թաքնվում, այլ մենք պետքա թողենք ինչ կա մեր մեջ։ Գոհություն, ուրախություն, հավատք, գիտես, ինքը պետքա փչի ու հանդիպի այն մեր մեջ ինչ եղածին ու տարածի։ Ու եթե քեզ քամին փչում է կամ լավ քեզ չէ ինձ, կամ ինչի, մեր եկեղեցուն չէ, ուրիշ եկեղեցուն է վերաբերվում։ Քամին փչում է ու տենում ես այնտեղ սաղ տրտնջում են, սաղ բողոքում են, թանկագինս, ուղղակի այս պտուղն են տվել։ Դրա համար էլ այդ պտուղի սերմերն է տարածվում։ Եթե լավ բան լիներ, այդ սերմերը կտարածվեր։ Երկրորդը քամին ծառին, բույսին ցրտադիմացկուն է դարձնում։ Իմունիտետ ավելացնում։ Հոգևոր իմունիտետ մեր մեջ։ Հաջորդը արմատներն են խորացնում նրանք։ Դա նպաստում է, որ ինքը արմատներ խորացնի, որպեսզի սնունդ վերցնի, որ կարողանա դիմակայել քամիներին, անգամ ամպրոպներին։ Ամպրոպները հետաքրքիր բան են առաջացնում մթնոլորտի մեջ, երբ որ ես կարդացի։ Ասում է, եթե չեմ սխալվում, ազոտ է արտադրվում այդ ժամանակ, որը որ շատ կարևոր պարարտանյութ է հենց բույսերի, ծառերի համար։ Միայն այդ ժամանակ արտադրվում ամպրոպի ժամանակ ազոտ է արտադրվում, որը որ նպաստում է ծառերին։ Ես կարդացել եմ համացանցից։ Ու ծառերը ավելի խոր արմատներ են գցում։ Այդ տեսակ երանելի է, ով որ արմատներ է գցում ջրերի գնացքում։ Այն փորձությունը, ինչ որ իմ ու քո վրա գալիս է, դա նրա պատճառով չի, որ մեզ քշի մեզ արմատախիլ անի տանի։ Ես հավատում եմ, որ Աստված այնքան բարի է, որ չի թողում մեր կարողությունից ավել փորձվենք։ Աստված այնքան բարի է, բայց չի լինի ընդհանրապես չթողեր էլի այդ քամիները գար։ Բոլորս երևի թե մտածել ենք, ինչ կլներ, կյանքը ուրախ, զվարճալի, հավես, ջան լսի, ջան ասա։ Ինչի կարիք լիներ մի անգամից լրացվեր, բա իմ քո հավատքը որտեղ պետքա դրսևորվեր։ Տեսել եք բույսեր ժայռերի մեջ, պայքարել են ու դուրս են եկել, ժայռերն են ճեղքել ու դուրս են եկել։ Տեսել եք բույսեր անապատում, տափաստանում, բայց իրանք կանգնած են։ Դու չես կարա իրան արմատախիլ անես։ Գիտես իր արմատները եղանակային պայմաններից ելնելով այնքան է խորացել, ինքը գտել անտեղ աղբյուր, խոնավության աղբյուր։ Ու մի վախեցի, երբ որ գալիս է քո կյանքի մեջ այդ դժվարությունները կամ միգուցե հիմա ես անցնում, արմատներդ խորացրա։ Տիրոջ խոսքի մեջ, Տիրոջը ճանաչելու մեջ, ոչ թե այն ելքերի, ինչպես խույս տամ, դուրս գամ, ելք գտնեմ, շրջանցեմ Աստծո խոսքը։
Այսքան ամնալու քո արմատը։ Ու մի արարցե հանգարց մի ուժեղ քամի գա։ Գիտես ինչ կլինի։ Շուռ կգա այդ ծառը։ Շուռ կգա մեր հավատքի կյանքը, շուռ կգա մեր քրիստոնեությունը։ Իհարկե Աստված իր զորու է էլի կանգնեցնելու։ Բայց ինչի վնաս քաշենք թանկագիններս։ Ումա հաճելի ձմռանը անուշադիր լինի ու ամեն քայլափոխին ընկնի հելնի, կապտուկներ ստանա։ Լավը որ հələ կոտրված չէ, բա որ կոտրված լինի։ Ինչ ես ասելու։ Արժի քամին խորացնել արմատները, թե չարժե։ Ով է խորացնելու։ Մի հատ արմատները ստամ խորացրա։ Այդ դա իմ ու քո կյանքն է, որ մենք պետք է ժամանակ անցկացնենք Աստծո հետ, Աստծո խոսքի մեջ։ Անկամ եթե եկել է իրավիճակը քեզ թելադրում է, զանց արա Աստծո խոսքը այսպես վարվիր, աղաղակիր ու ասա ոչ։ Դե չէ մարդկանց չնեղացնենք, դե Աստված ինձ կհասկանա։ Լսի, մարդկանց է մի նեղացրա, Աստված է քեզ կհասկանա, բայց քո արմատները կմնան կարլիկ, գաջաճ։ Ու տես, մի օր շուռ գալուտ հերթն է արդեն։ Մի օր շուռ ես գալու դու։ Ինչի, որտեվ դու քո իրավունքը տվեցիր ուրիշ այգեպանի ձեռքը։ Դու քո մշակելու իրավունքը տվեցիր ուրիշ այգեպանի ձեռքը։ Իսկ հաստատ ինքը չի հոգ տանի քո համար։ Մի առակ կա։ Ասում է Տերը եկավ եւ մի օր մի ծառի տեսավ ու ասաց՝ լսի, ես ինչքան ժամանակ արդեն էլ դες պտուղ չկա, ես դատարկ աշխատանք է ոնց որ թե։ Բայց գիտեք ինչ պետք է աներ։ Այգեպանին կարծես թե պետք է մեղադրեր։ Ասես դու շատ վատ այգեպան ես։ Դու լավ չես աճեցրել իմ ծառը։ Կտրի ասում է։ Այգեպան ասում է չէ, խնդրում եմ, թող մի տարի էլ, հա, թող մի քիչ էլ աշխատեմ, մի քիչ է պարարտացնեմ, մի քիչ է, եթե չտա։ Ու տեսնում ես, որ խոսքը հենց ծառի մասին չի։ Ծառը ինչ պատասխանատվություն է կրում իր աճելու համար, այգեպանն է պատասխանատվություն կրում, բայց ստեղ բոլորը պտտվում է ծառի վրա, որ ասում է եթե չտա, եթե թանկագին իմ եղբայր, իմ քույր, Աստծո տան մեջ տնկված ծառ։ Պտուղ տալը, աճելը քո պատասխանատվությունն է։ Քո պատասխանատվությունն է։ Տերը պտուղ է փնտրում։ Բոլոր նորմալ աճ գրանցած երևույթները նրանք հասունանում ու պտուղ են տալիս։ Օրինակ ես գրել եմ ինչ է նշանակում աճել հոգևոր։ Աճել Աստծուն ճանաչելու մեջ։ Աճել հավատքի եւ հնազանդության մեջ։ Աճել Աստծուն ծառայելու մեջ։ Եթե մեկը մտածում է, որ ինքը հասուն է կամ աճում է, այս process-ները պետք է լինի իր կյանքի մեջ։ Առողջ օրգանիզմը աճ ունի, ելի եմ ուզում շեշտեմ։ Աճել Տիրոջ պարգևների մեջ, այս մեկը դուրս եկավ։ Աճել Տիրոջ պտուղների մեջ։ Պտուղը ո՞րն է։ Հոգու պտուղը 9։ Սեր, քաղցրություն, բարություն, ուրախություն, երկայնամտություն, զսպվածություն։ Հայ տենում ես, էսի հասուն մարդկանց բնորոշը։ Իսկ մենք պետք է աճենք։ Իսկ եթե այսօր մի բան է լինում ու մենք չենք կարող մեզ կառավարենք, չեմ ուզում այդ կապրիս դերը տանեմ, բայց կան չէ։ Իհարկե ստեղ մենք sense չենք պահում ոչ մեկս։ Բերաններս չենք բացում ստեղ ոչ մեկը մեզանից։ Բայց դա խոսում է գիտես ինչի մասին։ Հոգու պտուղը մեր մեջ չի աճում։ Չորացել է։ Չենք նպաստում, որ աճի, դեռ Տիրոջ այդ ժամանակ չենք հասկացնում։ Բույսեր տեսել եք, կան ջերմոցային բույսեր։ Ու ինչ լավ է, որ Աստված մեզ ջերմոցային բույսեր չի սարքել։ Եթե ջերմոցից դու այդ բույսին կամ բացես մի քիչ այդ սառը քամին նաշնչի, ինքը մի անգամից թոքաբորբ կընկնի։
Եթե մի քիչ այդ կարկուտը խփի այդ բույսին, կջնջի։ Ով է ուզում ջերմոցային բույս լինի։ Չկա տենց բան։ Ջերմոցային քրիստոնեություն չկա, թեև այսօր աշխարհը թելադրում է, բերում է, որ մտցնի։ Ձեր մոտ ամեն ինչ լավ է, հա։ Ձեր մոտ ջանջիգյար է, բոլորը իրար սիրում են, հա։ Մեր մոտ ոնց որ թե չէ։ Գնում եմ ես այնտեղ բոլորը իրար սիրում են։ Ձեր մոտ էլի զոհաբերություն 10-րդ են քարոզում, հա։ Հոյ, իսկ ձեր մոտ չէ, այնտեղ տալիս են անգամ։ Դե ես գնում եմ այնտեղ։ Ջերմոցային։ Իսկ այնտեղ հանդիմանում են, ձեր մոտ հեչ հանդիմանում են, այն էլ ոնց։ Հələ փորձվի մի հատ Աստծո խոսքը շեղվի։ Թանկագիններ, գիտեք, հանդիմանելը սենց հաճույք գործ է։ Սենց հավես է, էլի։ Մարդու աչքից ընկի, չէ, ճիշտ մարդկանց աչքին կբարձրանաս, իհարկե։ Հետը լավ ու վատ եղի, մտքի մեջ ինչ ասես չասի քեզ, հետո գնա քեզնից բամբասի, բայց դու իր օգտի համար ես անում։ Այգեպան ջան, եկել ես կտրես ուղակի։ Փող իմ ճյուղերի հետ գործ չունես, Աստված ինձ սենց էլ է սիրում։ Հա, սիրում է։ Բայց գիտես անպտուղ կլինես։ Հաջորդ աշնանը։ Թող գարնանա էդի քեզ։ Իսկ ձեր մոտ հանդիմանում են, չէ։ Այնտեղ ամեն օր ասում են ես քեզի սիրեմ գ։ Ու Աստված։ Այստեղ միշտ սիրո, այստեղ չէ՞ այնտեղ, հա։ Միշտ սիրո մթնոլորտ է։ Ջերմոցային քրիստոնեություն։ Այստեղ դժվարություններ չկա։ Այնտեղ դժվարություն է։ Այստեղ քամիներ չկան, այստեղ քամիներ են, փոթորիկներ են, բայց մարդիկ հաղթահարում են, որովհետև Աստված է իրանց հետ, որովհետև իրանք արմատները խորացնում են, ոչ թե արմատները հավաքում են, տեսել ես ծառա արմատները հավաքի փախնի, ինչքան ծիծաղելի է, չէ՞։ Մենք դες բան չենք տեսել, մեկի արթնանում ես, ասում ես գնամ, մի հատ ծառս տեսնեմ, ջրեմ տեն մեջ չկա, հարևանի ցանկապատից են կոմա, կամ էլ տեսնում ես փախնում է, ու Գագիկ Շամշյանից են կոմա, կամ էլ տեսնում ես փախնում է, ու Գագիկ Շամշյան ասում է, մի հատ ծառ ենք հանդիպել, այս ինչ տարածքում, տեսնես ումն է, փախել է տիրոջից, ինչքան ծիծաղելի է, լավ, մենք պետք է արդյունք տանք, վերջապես, վերջին հաշվով, արդյունք, հասունություն, պտղաբերություն, Պողոսն ասում է, դուք պետք է ուսուցիչ լինեիք, բայց դուք հլը գթալով էլ չէ, այն բանով, ինչ են ասում, սոսկ են հայերեն, սոսկով եք դեր սնվում, ինձ վատ բան մի ասեք, ինձ պատասխանատվության մեջ մի դրեք, դուք իմ տեղը ամեն ինչ արեք, ինչքան թանկագինս, ինչքան, երեխեք երբ որ պամպերս են հագնում, նորմալ է, բայց մինչև որոշ տարիք, այդ տարիքն է ես չգիտեմ, բայց կներեք մի բան էլ ասեմ, երբ որ մեծերն են պամպերս հագնում, դա էսի արդեն լուրջ խնդրի մասին է խոսում, որ այո իրանք ինչ-որ խնդիր ունեն առողջական։ Պատասխանատվությունը հասուններին բնորոշ է։ Խնդրում եմ, թող գա մեր փառաբանության թիմը։ Կոչումի մեջ լինել ու կոչումի հետևից գնալ, սա հասուններին բնորոշ բան է։ Եթե մինչև այսօր մարդ կա, որ մտածում է, դե ինչ կարևոր է, որտեղ եմ, ինչ կոչում, ինչա կոչումը ընդհանրապես։ Ծառը կոչում ունի, բերք տալու, թթվածին արտադրելու, լավ, դեկորատիվի վրա գնացինք,
գեղեցկություն ապահովելու ու ոչ միայն նպատակ ունի։ Ամեն։ Որն է իմ ու քո նպատակը։ Քրիստոսի պտուղներով լցված լինենք։ Տան մեջ, Աստծո տան մեջ դեկորատիվ ծառեր չկան։ Բոլորը պտղաբեր են։ Բոլորը արտադրում են թթվածին, բոլորը գեղեցկացնում են Աստծո արքայությունը։ Բոլորս։ Ու այն տաղանդներն ու պարգևները, որ Տերը դրել է մեր մեջ, պետք է գործածենք մեկս մյուսիս համար։ Լավ է, որ դու գիտես ու օգտվում ես դիմացինի պտուղներից, դե թույլ տուր, որ քո պտուղներից էլ օգտվեն, ու թող քո պտուղները վայելեն ու այդ քաղցրությունը Քրիստոսի առնեն։ Ամեն։ Հնազանդության մեջ ենք աճում։ Ինչքան կարելի է, չգիտեմ, շատ կարելի է խոսալ, բայց եկեք այսօր սրանով եզրափակվենք։ Մի տեղ, որ ուզում եմ ընթերցեմ ու այս խոսքի համաձայն աղոթք կանենք։ Փիլիպպեցիների թղթի առաջի գլուխ 9-րդ խոսքում գրված այսպես. Եվ սա եմ աղոթք անում, որ ձեր սերը էլ ավելի եւ ավելի հարստանա գիտությունով եւ ամեն հասկացողությունով։ Միթե սա աճի մասին չի։ Միթե կարևորություն չի ստեղ աճը։ Այլապես պետք է գրված լիներ։ Եվ սա եմ աղոթում։ Ախպեր, ոնց կաք տենց էլ մնացեք, լավ է։ Աստված ձեզ սենց էլ է սիրում։ Որ դուք լավագույնը ընտրեք։ Միթե սա հասունության մասին չի խոսում։ Որ մաքուր լինեք, միթե հասունության մասին չի խոսում։ Պամպերսներից կտրված, ինքնուրույն լվացվենք։ Առանց գայթակղության Քրիստոսի օրում։ Արդարության պտուղներով լցված Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Միթե Աստծո տան պատկանելության մասին չի խոսում, որտեղ Քրիստոսն է գործում մեր կյանքերի մեջ։ Եվ վերջապես Աստծո փառքի եւ գովասանքի համար, որ իրականում, ասեն, լսի, դա իրականություն է, Աստված քո մեջ է։ Դու ճիշտ հավատացող ես, դու Աստծուն հավատացող ես։ Այսօր աշխարհը գիտեք, չէ՞ ինչ անում, լավ սրանով եզրափակեմ։ Մատը մտցնում է աշկերներս ու մեր սխալները մեր ճակատին է շարում։ Յա, դուք հավատացյալ եք, հա։ Պետրոսը ասում է, թող փնտրեն, ման գան, առիթ փնտրեն ձեր բամբասելու ու չգտնեն։ Այս է հասունությունը։ Թող փնտրեն խոշորացույցով իմ ու քո կյանքի մեջ ու Քրիստոսին գտնեն։ Ամեն, եկեք ոտքի կանգնենք, թանկագիններ։ Տեր, մենք աղոթում ու խնդրում ենք քեզ, Տեր, որ քո եկեղեցում քո սերը ավելի ու ավելի առաջանա, ավելանա, հարստանա, շատանա, որ մենք կարողանանք քեզ ճանաչել եւ ունենանք հասկացողություն քո կամքի, քո ծրագրերի, այն կանչի ու կոչումի, ինչի մեջ որ դրել ես յուրաքանչյուրիս, Տեր, որ մենք կարողանանք, Տեր իմ Աստված, բազմազանության մեջ լավագույնը ընտրենք եւ դա քոնն է, Տեր, որ մենք տարբեր առաջարկների ու որոշումների ժամանակ կարողանանք քոնը ընտրենք, Տեր, եւ չտատանվենք, Տեր, չխաբվենք վարդապետական, մարդկանց խաբեության, խորամանկ բոլոր դիվային առաջարկներով, որ Տեր իմ Աստված լինենք մաքուր, սուրբ, անարատ, առանձնացված քեզ համար, որ լինենք, Տեր, առանձնացված քո սուրբ հոգու համար, որ լցված լինենք, Տեր իմ Աստված,
արդարության պտուղներով, որ հոգու պտուղը աճի, որ մեր բնավորությունը քո մասին խոսի, որ մեր վարքը քո մասին խոսի, որ մեր ծածուկը քո մասին խոսի, որ մեր բացահայտը քո մասին խոսի, որ քո եկեղեցին քեզ Տեր ցույց տա եւ քո անուշահոտությունը, որպեսզի լինենք ծառեր փարթամ, տնկված, պտղաբեր, որ Տեր, որ գան այդ շուքի տակ հանգստություն կգտնեն, ազգերը, ցեղերը, որ քո օրհնությունը կլինի Տեր, քո խոսքն ասում անգամ երաշտ ժամանակ այդ ծառները նեղություն չեն ունենա, ովքեր որ քեզ են ապավինում, ովքեր որ քեզանով են Տեր իմ Աստված առաջնորդում, ու մեր աղոթքն է մեկս մյուսիս համար, Տիրոջ եկեղեցիների համար, մեր քույր եկեղեցիների համար, մեր քույրերի ու եղբայրների համար, բոլոր սուրբերի համար, որ Տեր հաճենք ու հասակ առնենք, մինչև Քրիստոսի նման, որ հավատքի մեջ միաբան լինենք, որ առանց գայթակղության լինենք, որ սերը Տեր իմ Աստված լցվի մեր սրտերից եւ տարածվի, որ այս աշխարհը տեսնի, սա քո եկեղեցին է, որ պատասխան լինի աշխարհին Տեր, որ լինի Տեր տապանը փրկության աշխարհի համար, Հիսուս Քրիստոսի անունով աղոթում ենք մեկս մյուսիս համար Տեր, օգնիր Տեր, որ աճենք, օգնիր որ չվախենանք ոչ մի բանից Տեր իմ Աստված, երբ որ կկանգնենք քամիների ու դժվարությունների առաջ, այլ ընդհակառակը խորացնենք մեր արմատները, ավելի մտնելով ու ավելի խորանալով քո մեջ Տեր, որ պտղաբեր լինենք, որ առողջ լինենք, որ հասուն լինենք, որ քեզ ցույց տանք եւ քեզ փառաբանենք։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով, որ հիմքը դու ես Տեր, որ այդ ժայռը դու ես, որ մեզ քո վրա պահողը դու ես Տեր իմ Աստված։ Ողջ փառքը քեզ Հիսուս։ Ամեն։